Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք բրնձե թերթիկներով կարկանդակներ։ Կերակուրը պատրաստելու համար մեզ հարկավոր է տավարի փափ կամ միս, բանջարեղեն, բրնձի թերթիկներ, ձու, արթֆուտ, համի արվեստ եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Սրանք էին հիմնական բաղադրիչները։ Սկսելու ենք մառանիկ ընկերության կլոր բրնձից։ Մեկ բաժակ մառանիկ ընկերության կլոր բրինձը լավ լվանում ենք հոսող ջրի տակ։ Լցնում ենք փոքր կաթսայի մեջ, վրան լցնում ենք 2 բաժակ եռացրած ջուր, համեմում ենք մառանիկ ընկերության կես թեյ գթալ աղով, ծածկում ենք կափարիչով եւ եփում ենք մինչեւ ջուրը գոլոշյանը։ Անցնենք առաջ։ Տեղադրում ենք տախտակը եւ կարկանդակի լցոնի համար տապակում ենք սոխ։ Սոխը կտապակենք բուսայիղով։ Մեկ գլուխ սոխը կտրատում ենք մանր։ Սոխը ներփաստնելու համար անմիջապես համեմում ենք մառանիկ ընկերության շաքարավազով, աղով եւ սոդայով։ Մինչ սոխը կփափկի, անցնենք մյուս բաղադրիչին, դա գազարն է, 1 գազար։ Կտրատում ենք մանր խորանարդիկների։ Բոլոր բաղադրիչները կտրատում ենք նույն կերպ։ Դա անում ենք նրա համար, որ բրնձե թերթիկները կարողանանք հեշտությամբ լցոնել։ Կիսը բացանենք, որ չթափվի։ Թող տապակվեն, անցնենք արագ մյուս բաղադրիչին։ Դա պղպեղն է։ Սկսեմ քաղցր պղպեղից։ Կտրատվում է նույն կերպ։
Կառաջարկեմ նաև կծու պղպեղ, կվերցնեմ հալապենո, կծու ծիծակը, կտրատում ենք նույն կերպ։ Մյուս բաղադրիչը նեխուրի ցողունն է։ Վարվում ենք նույն կերպ։ Շարունակում ենք համեմել կերակուրը, կառաջարկեմ կոճապղպեղ, կլպենք այն, մոտ 3 սանտիմետր։ Կամ կարելի ասել 1 ճաշի լիթան։ Անմիջապես կառաջարկեմ նաև 2 պճախ սխտոր, սա էլ ենք քերում։ Մարանիկ ընկերության 4 պղպեղով կհամեմեմ։ Չորացրած ցիտրոնով, դեղաղը արդեն արել ենք, հենց սկզբից սոխեռացը պատրաստելիս։ Հանենք ինչը կարող է պետք գալ։ Վերցրել եմ կես կիլոգրամ դավարի փափկամիս։ Սա կտրատում ենք ձողիկների։ Հետո խորանարդիկների։ Կարելի է իհարկե աղալ, բայց այս կերպ կտրատելիս այն ավելի համեղ, ավելի հյութալ է ստացվում։ Տեսնենք ինչ վիճակում է բրինձը, գրեթե մոռացել էի դրա մասին։
Ջուրը գոլոշիացել է։ Դատարկում ենք ապակյա թասի մեջ։ Տապակում ենք այնքան, մինչև մսակտորները սկսեն կարմրել, որից հետո կավելացնենք պահածոյացված եգիպտացորեն եւ կանաչ ոլոր։ Կվերցնեմ Art Food ընկերության կանաչ ոլորը, 1 բաժակ եւ 1 բաժակ եգիպտացորեն։ Կավելացնեմ նաև Art Food ընկերության համար առաջին կետչուպ, որը պատրաստված է տեղական լոլիկից եւ անունն է չիլի, այսինքն կծու է։ 2 ճաշի գթալ։ Թող եփվի, համերը թող խառնվեն, անցնենք առաջ, բրինձը արդեն բավականաչափ սառել է, ավելացնում ենք թարմ կանաչիներից, կանաչ սոխ, 1 փոքր փունջ, կտրատում ենք մանր և ավելացնում ենք արեստը։ Համտեսենք, շատ լավ է, այն արդեն եփվել է, անջատում ենք, թողնում ենք մի փոքր հովանա, որից հետո կխառնենք բրնձի հետ, հավաքենք սեղանը, որից հետո կձևավորենք կարկանդակները։ Դե ինչ, ամեն ինչ պատրաստ է։ Մեզ հարկավոր է գոլ ջուր, խորը ամանի մեջ մի փոքր տաքը լցնենք, մի փոքր էլ սառը, կստացվի գոլ ջուր։ Բրնձի թերթիկները մոտ 3 վայրկյան թաթախում ենք գոլ ջրի մեջ, այսպես պտտելով, դնում ենք տախտակին, սպասում ենք մինչև փափկի, այն վայրկյանների ընթացքում կփափկի, մինչ այդ խորը ամանի մեջ 1 ձու ենք հարում։ Մյուս ամանի մեջ լցնում ենք Մարանիկ ընկերության բրնձի ալյուր,
Այժմ տեսեք փափկել է։ Խճողում ենք։ Մոտ կենտրոնական մասում դնում ենք խճողակ, կենտրոնից մի փոքր շեղված դեպի ինձ։ Վրա ենք բերում։ Եվ փաթաթում։ Փաթաթելուց հետո թաթախում ենք ձվի մեջ եւ թավալում ալյուրի։ Որից հետո տեղադրում ենք գունավոր հարթության վրա։ Նույն կերպ ձևավորում ենք մնացած կարկանդակները։ Հանգիստ։ Երկու կողմից կտապակենք եւ կմատուցենք։ Մատուցելիս կզարդանենք կանաչ սոխի փետուրով եւ կմատուցենք բլիթները Art Food ընկերության կոմպոտով։ Բրինձե թերթիկներով կարկանդակներ։ Կլոր բրինձ լվանալ, կրկնակի ծավալի եռացած ջուր լցնել, կես թեյի գթալ աղանել, ծածկել, եփել։ Երբ ջուրը քաշվի, տեղափոխել թասի մեջ։ Հենց բրինձը գոլանա, մանր կտրատած կանաչ սոխ ավելացնել։ Բուսայեղով սոխերած անել, անմիջապես համեմել շաքարավազով, աղով եւ սոդայով։ Սոխերածին մանր կտրատած գազար, քաղցր պղպեղ, հալապենո կծու պղպեղ, նեխուրի ցողուն, կոճապղպեղի քերած արմատ, սխտոր ավելացնել, համեմել 4 պղպեղ համեմունքով եւ չորացրած ցիտրոնով։ Տավարի փափկամիսը մանր խորանարդիկների կտրել, լցնել բանջարեղենի վրա, տապակել։ Երբ միսը կարմրի, պահածոյացված կանաչ ոլոր, եգիպտացորենի պահածոյացված հատիկներ, չիլի կետչուպ ավելացնել, կրակն անջատել, խառնել բրինձի հետ։ Լայն եւ խոր ամանի մեջ գոլ ջուր լցնել, բրինձի թերթիկը 3 վայրկյանով սուզել ջրի մեջ, փռել տախտակին, վրան խճողակ դնել, փաթաթել, թաթախել հարած ձվի, թավալել բրինձի ալյուրի մեջ, առատ բուսայեղով երկու կողմից տապակել։ Մատուցելիս զարդարել կանաչ սոխի փետուրներով, հետը կոմպոտ մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի փափկամիս, սունկ ագարիկոն, բանջարեղեն, սպիտակ գինի, սերուցքային պանիր, Art Food համի արվեստ եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։